Ցուցադրվող այս կոշիկները 1915 թվականին տրապիզոնից են հասել Մարսել։ Կոշկակարը հայ է Լյուդվիգ Ավետյան։ Ձեռքով կարված սև թավշյա կոշիկները գաղթի ճանապարհ բռնող ընտանիքի վերցրած միակ իրն են եղել։ Այժմ դրանք պահվում են Մարսելում, ֆրանսիական հետազոտության եւ հայկական հիշողության արխիվները միությունում, որը կոչվում է Արամ։ Բանը որ բերեր են Տրեբիզոնդեն, այս կոշիկն է։ Անոր համար ընտանիքը բայելա որ իբր իրենց Տրեբիզոնդեն հիշադակ։ Ցուցադրության շրջանակում ներկայացված են նաև անձնագրեր, որոնցով հայերը բռնել են գաղթի ճամփան։ Այս թղթերով են եկել Ֆրանսիա ու այլևս չեն վերադարձել հայրենիք, պատմում է հետազոտության եւ հայկական հիշողության արխիվների վարչության անդամ Թամար Սարգսյանը։ Ուզեմ մի բան ցույց տալիս, որ քրվերը ֆրանսերեն ne peut pas retourner։ Ուրեմն այս թղթերը այս թղթով Ֆրանսա եկան մարդիկ, բայց չկալեն, երբ որ եկան գնիկ դրին վրա ավելի քրություն մգար եւ գնիկ ագա որ չեն գարա վերադառնալ իրեն երգիրնին ամեն ինչ գործընծուցած էին եւ այնար գործընծուցին փախստականները նանսենյան անձնագիրը ստանալուց հետո են կարողացել կազմակերպել իրենց հետագա կյանքը։ Այս նմուշները եւ հայոց ցեղասպանությունը վերապրած մարսելահայերի պատմությունների մասին վկայող տարբեր փաստեր են այժմ ներկայացվում Հայաստանում։ Այս նյութերը պատմության թանգարանում պահվող ցուցանմուշների հետ մեկ ամիս շարունակ Քեմբ Օտո Մարսել պատմություն ցեղասպանությունից փրկվածներից խորագրով ժամանակավոր ցուցադրության շրջանակում կներկայացվեն այցելուներին։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը մեծապես կարևորում է նման պատմությունների եւ նմուշների ներկայացումը, որովհետեւ ասում է, սերունդները փոխվում են, շատ բան մոռացվում է։ Մենք փորձել ենք համադրել մեր հավաքածուի այն նմուշները, որոնք ինչ-որ կերպով առնչվում են Մարսելից եկող նմուշների հետ, հատկապես նաև Արևմտյան Հայաստանի այն տարածքներից, որտեղից փաստորեն շատերը փորձել են փրկվել Մարսելում։ Քեմբ Օտո 1922 թվականի սեպտեմբերին Զմյուռնիայի արյունալի հարձակումից եւ աղետից փրկված մի շարք հայեր հասնում են Ֆրանսիա, աղքատ եւ կիսամերկ անմխիթար վիճակում ապաստան են գտնում Լևանտ հյուրանոցում։ 1922 թվականի հոկտեմբերին հայերի երկրորդ հոսքն է լինում Ֆրանսիա, օգտվելով ֆրանսիական պետության սրտացավ մոտեցումից մարդիկ դիմումներ են ներկայացնում, որ տեղավորվեն Մարսելում։ Փախստականների թվի աճը տեսնելով Տիգրան Միրզայանցը դիմում ֆրանսիական կառավարությանը նրանց ժամանակավոր ապաստարան տրամադրելու հարցով։ 1922 թվականին ստեղծվում է Քեմբ Օտո ճամբարը, որը գործել է մինչև 1927 թվականը։ Այդ տարիներին այնտեղ ապաստանել է ավելի քան 5000 գաղթական։ Այստեղ Քեմբ Օտոյի դեղեկագիրն է, որ ամեն կյանքը ոնց էր Քեմբը, ամեն ինչ այստեղ գրվել է։ Բացատրել են մեջ ինչ առօրյա գազագերբություն է եղեր, ինչ է դբրոց, փոքր եկեղեցի, միություններ, կանանց միություններ, սպորտական միություններ, ինչպես կյանքերնին այս 23-ը մինչև 27-ը, ինչպես կյանքերնին, ինչպես գազագերբվեին իրականության մեջ։ Մարսելում գործող Արամ միությունը հիմնադրվել է 1997 թվականին Ժան Գարբի Սարթինի կողմից։ Վերջինիս ընտանիքը ևս գաղթել է Արևմտյան Հայաստանից։ Հորից ու պապից պահպանված թղթերն են եղել պատճառ հավաքել ցեղասպանությունը վերապրած մարսելահայերի պատմությունները։ Ներկայացված նմուշների թվում Արամ միության տնօրեն Աստղիկ Լուսիկյանի պապի Սահակ Արթինի պողպատի գործարանում 1924-ից 31 թվականներին աշխատանքի վկայականն է։ Միությունն արդեն մոտ 3 տասնամյակ է հավաքում է ցեղասպանությունը վերապրած մարսելահայերի պատմությունները, վերականգնում պատմական նյութերը, արխիվացնում եւ թվայնացնում բոլոր տեսակի փաստաթղթերը, որոնք կապված են 1915 թվականի ցեղասպանությունից հետո հայերի Ֆրանսիա ժամանման եւ բնակության հետ։ Ուրեմն այստեղ թիվն է նայեցեք, ասենք 2841 մեկ ընթիվ ունի, Մարգարյան Օնիկ հիմա գարզեն ինչ են, եթե ամուսին են, ամուսացած են երեխան է, գրվեր է, 17 տարեկան, եկեր է Սեզարեեն և դղա է, ամուսնանցած չէ,
հոկտեմբեր 17-ին 1923-ին է հասել, ինքը լրագրող է, 17 տարեկանին լրագրող է եւ դուրս է եկել 24 հոկտեմբերին 1923-ին եւ գնացել է Փարիզ, այնպես։ Եվ այս ամեն ինչ կարակ իմանալ այսպես շատ հետաքրքրական է։ Հայաստանի պատմության թանգարանն ու Մարսելի Արամ միությունն այս ցուցահանդեսով փորձել են փոքրիկ ճամփորդություն կազմակերպել անցյալի ու արհավիրքներից հետո կառուցված կյանքի միջև, ասում է թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Այս ցուցադրությամբ փորձել են ցույց տալ, թե ցեղասպանությունից փրկվածներն ինչպես են պահպանել իրենց ինքնությունը։ Պես տեսնում եք, այստեղ այս հիմնականում ազգագրական նմուշներում այս նրանք օրինակ հագուստի դաջեր են, եւ նայեք հայ տեքստի այսպեսի մի հատ ֆանտաստիկ շքեղ գործ արաբկիրից ունենք 1880 թվականին ամբողջովին ոսկե կարերով, ասեղնագործություններով եւ սա միայն փաստում էր, թե ինչպիսի բարձր կուլտուրա ունեցող մշակույթ ուներ տեղի ապրող հայ բնակչությունը։ Փաստավավերագրական արժեքավոր նյութերից մեկը Նանսենյան մի անձնագիր նվիրվել է Հայաստանի պատմության թանգարանին։ Եղեռնից Մազապուրց շուրջ 320 հազար հայերի ազգային լիգայի որոշմամբ տրվել Նանսենյան անձնագիր։ Սա անձը հաստատող ժամանակավոր վկայական է, որը տրվել է փախստականներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց, որպեսզի օգտվեն ազատ տեղաշարժվելու իրավունքից։ Անձնագրերը կոչվել են Նանսենյան նորվեգացի հասարակական քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենի անվամբ, վերջինս հայ գաղթականների դրության բարելավման հարցում մեծ ներդրում է ունեցել։ Աիդա Ավետիսյան, Էդվարդ Ասատրյան, Ռադիոլուր։